to say at least a thank you. I mean, no. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիություն Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Երևանից եւ Բրյուսելից ակնկալում են արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուրս չեկած ձևակերպումների հեռացում։ Բաքվի ձևակերպմամբ նախկին հակամարտությունը վերակենդանացնող տարրերը լուրջ կասկածի տակ են դնում Հայաստանի մտադրությունները, չեն արտացոլում ներկայիս իրականությունը։ Հղում են արել նախաստորագրված, բայց դեռևս չստորագրված եւ ուժի մեջ չմտած խաղաղության համաձայնագրի դրույթներին, բայց ոչ մի խոսք այն մեկի մասին, որով կողմերը պիտի ձեռնպահ մնան միմյանց ներքին գործերի միջամտելուց։ Երևանը դեռ չի արձագանքել արտգործնախարարության պաշտոնական հայտարարությանը, իսկ Բաքուն զգուշացնում է, թե ուշադիր հետևելու է զարգացումներին եւ իր եզրակացություններն է անելու։ Ադրբեջանը դժգոհ է այդ թվում փաստաթղթում Ղարաբաղի փախստական հայերի տեղահանություն ձևակերպումից։ Այգերիների մասին հիշատակման եվրոպացի դիտորդների առաքելությունը շարունակելու հեռանկարից։ Ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում են համարել փաստաթղթի նախաբանում եւ մի շարք այլ հոդվածներում կիրառվող Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր արտահայտությունը։ Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակում իրականացրած Բաքուն պնդում է նրանք մեջբերեմ կամավոր են տեղափոխվել Հայաստան Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո։ Այս հարցի ընդգրկումը Եվրոպական միության եւ Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում այդ մարդկանց բնորոշումը որպես փախստականների Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է։ Եվս մի հարց, որ հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթից դուրս է, բայց Բաքուն ուզում է, որ այն Հայաստանը նաև միջազգային գործընկերների հետ օրակարգում չշոշափի։ Խոսքը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին է։ Մարդկության դեմ եւ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող եւ դատապարտված հայազգի անձանց որպես ռազմագերիներ անվանելը եւ նրանց ազատ արձակումը որպես առանձին առաջնահերթություն սահմանելը իրականության լուրջ աղավաղում է եւ անընդունելի է։ Հայտարարում է առանց միջազգային դիտորդների փակ դռների հետևում հայերին դատող Ադրբեջանը։ Իդեպ Հայաստան Եվրամիություն փաստաթղթում չկա ռազմագերիներ ձևակերպում։ Խոսվում է վստահության ամրապնդման միջոցների շարքում հայ բանտարկյալների եւ այլ կալանավորված անձանց ազատ արձակման ջանքերը շարունակելու մասին։ Բաքուն նաեւ պնդում է փոխադարձ դատական հայցերի թեման մեջբերեն բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում։ Վստահ են Հայաստանի եւ Եվրամիության ստորագրած փաստաթղթում միջազգային դատարանի վճիռների լիարժեք եւ անհապաղ կատարման մասին հիշատակումը անկասկած Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է։ Բաքվի հաջորդ մտահոգության թեման հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն անող եվրոպացի անզեն դիտորդներն են։ Իսկ ռազմական եւ պաշտպանական թեմաների շեշտադրումը հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է կողմերի պարտավորությունը որևէ երրորդ կողմի ուժեր ընդհանուր սահմանին չտեղակայել, առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչության գործիք օգտագործվող ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման փոխարեն Երևանն ու Բրյուսելն այդ առաքելության պահպանումը եւ դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում։ Ադրբեջանցիները դժգոհ են, որ Եվրամիություն Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա թրիփի մասին, փոխարենը ինչպես ձևակերպել են, հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Նման իրավիճակը հարցեր է առաջացնում թրիփ նախագիծը կյանքի կոչելու Հայաստանի լրջության շուրջ։ Մինչ Բաքուն դժգոհում է մի փաստաթղթում Թրամփի ուղու հիշատակման բացակայությունից, Երևանում արդեն Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի իրականացման գործնական քայլերից են խոսում։ Նախորդին Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարել է, որ թրիփի պլանավորման եւ կառուցման աշխատանքները ղեկավարելու համար հայ-ամերիկյան առանձին կառույց կձևավորվի։ Քրիստինա Քվինը տեղեկացրել է, որ արդեն իսկ ձևավորված հայկական եւ ամերիկյան աշխատանքային խմբերը մինչեւ տարեվերջ առաջին նիստերը կանցկացնեն։ Պաշտոնապես հաղորդվել էր ամերիկյան կողմից աշխատանքային խումբը գլխավորելու է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը։ Վարչապետ Փաշինյանը իր կաբինետի 2 պաշտոնյայի անուններ վերջերս տվել։ Փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որը ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն
համակարգումը ավելի, որը ոչ միայն դրան է վերաբերվում սահմանազատում, ենթակառուցվածքներ եւ այլն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյան։ Միացյալ Նահանգների դեսպանը առանց փակագծեր բացելու միայն տեղեկացրել էր, որ թրիփի շինարարությունը կառավարող հայ-ամերիկյան կառույցի ձևավորման աշխատանքները իրավաբանական գործընթացներին են մոտեցել։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ եւ սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։ Վարչապետի որոշումից տեղեկացանք, որ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը այս օրերին Լոնդոնում է։ Թրիփ նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Field Fisher իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ Դեսպանը թերևս սրա մասին էր խոսում։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից 4 ամիս անց դեռևս պարզ չեն Թրամփի ուղով ադրբեջանցիների անցման պայմանները։ Մինչ այդ հայաստանցի պաշտոնյաները Ադրբեջանին փաստաթղթով տրամադրվող անխոչնդոտ կապի վերաբերյալ մտահոգություններ ունեցողներին վստահեցնում են, տեխնիկական ինչ լուծումներ էլ ընտրվեն, դրանք պետք է տեղավորվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության սկզբունքների մեջ։